Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ից 21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում։ Այցի շրջանակում Փաշինյանը առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետի եւ Ղազախստանի խորհրդարանի Մաժլիսի նախագահի հետ։ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հարցին։ Պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ, հատուկ անդրադարձ կատարել այդ հարցին, արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում հրապարակային, խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ներկայացրել եմ, թե երկկողմ մակարդակով ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ։ Խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա թրիփ նախագիծը, մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանին։ Փաշինյանի արձագանքն է լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինի կիրառությունը։ Այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, սահմանել կամ համաձայնել, չի կարող վերաբերելի լինել Հայաստանին։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 000 դրամ, որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։